Եթերում ազատ լուրերն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Բյուրեղավանում հուլիսի 18-ի գիշերը ստացվել է 14 նորահազանգ աղիքային վարակի ախտանիշներով։ Դիմողների մեծ մասը երեխաներ են եղել։ Ավելի վաղ հուլիսի 17-ին Առողջապահության նախարարությունը հայտնել էր Բյուրեղավանում աղիքային վարակի 6 դեպքի մասին։ Վեոլիա ջուրը հայտարարել է, որ խմելու ջրի նմուշներում որևէ շեղում չի հայտնաբերվել։ Ջրօգտագործողի խոսքով աղբյուրներից եւ կարգավորող ջրամբարներից պարբերաբար նմուշառումներ են իրականացվում սահմանված պահանջներին համապատասխան։ Սա Բյուրեղավանում առաջին նման դեպքը չէ։ 2026 թվականի ապրիլին համայնքում տեղի էր ունեցել աղիքային վարակի բռնկում, որի հետևանքով մոտ 30 մարդ դիմել էր բժշկական օգնության եւ 11-ը հոսպիտալացվել էր։ Այդ ժամանակ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը ջրի նմուշներում հայտնաբերել էր կոլիֆորմ մանրեներ, իսկ հիվանդների նմուշների լաբորատոր հետազոտությունները հայտնաբերվել էին ռոտավիրուսով, ադենովիրուսով եւ այլ արգելված տարրերով։ Այլ թեմաների անդրադառնանք, Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուս հայ գերիների գործով դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ նիստում ելույթ են ունեցել Մադաթ Բաբայանի եւ Արցախի նախկին նախագահ Արայք Հարությունյանի պաշտպանները, իսկ Դավիթ Իշխանյանը, Լևոն Նացականյանը եւ Դավիթ Մանուկյանը միջնորդություններ են ներկայացրել։ Դատարանը հայտարարել է, որ միջնորդությունները մասնակիորեն բավարարվել են։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 21-ին։ Թուրքիայի ազգային մեծ ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը պաշտոնական այցով մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ հանդիպել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Միացյալ Նահանգների պատվիրակության ղեկավար Մայք Թրների հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասին, տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի հետ հարաբերություններին։ Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում տեխնիկական փոփոխություններ է կատարել մաքսային համակարգում։ Այդ մասին հայտնել է Էրեմնին հաբը, այսուհետ երրորդ երկրների միջոցով Հայաստանի հետ իրականացվող ներմուծման, արտահանման եւ տարանցիկ գործարքների մաքսային հայտարարագրում կիրառելու Հայաստանի պաշտոնական կոդը 077-ն է։ Ըստ աղբյուրի Թուրքիայի եւ Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը այժմ կազմում է 335-ից 350 միլիոն դոլար, իսկ նպատակը այն կարճաժամկետ հեռանկարում հասցնել 1 միլիարդ դոլարի։ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը ունի նոր սեփականատեր ամերիկյան Dynamic Frontier Holdings ընկերությունը, որը հիմնադրվել է 2025 թվականի օգոստոսին Միացյալ Նահանգների Տեխաս նահանգում, իսկ այն ղեկավարում է Կոստանտին Սոկոլովը։ Ամուրսարի ոսկու հանքավայրից հետո սա Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում արևմտյան երկրորդ խոշոր ներդրումն է։ Զուգահեռաբար Միացյալ Նահանգները հաստատել է, որ առնվազն 201 միլիոն դոլար կառավարող TRIP առևտրային հիմնադրամը ևս ղեկավարելու է ամերիկացի ներդրող Սոկոլովը։ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև TRIP յուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման TRIP նախագծի շրջանակային համաձայնագիրը մտնում է վավերացման փուլ։ Կառավարությունը հավանություն է տվել համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։ Փաստաթուղթը նախ կուղարկվի սահմանադրական դատարան, իսկ դրական եզրակացության դեպքում ազգային ժողով։ TRIP հիմնադրամը պետք է կառավարի առնվազն 201 միլիոն դոլար եւ ֆինանսավորի տրանսպորտային, էներգետիկ եւ թվային ենթակառուցվածքների, նաեւ կարեւորագույն հանքանյութերի ոլորտի ծրագրերը Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում եւ Կենտրոնական Ասիայի երկրներում։ Հիմնադրամը լիազորված կլինի տրամադրել վարկեր եւ դրամաշնորհներ եւ բաժնեմասնակցություն ունենալ մասնավոր ծրագրերում։ TRIP-ը պատմական վերափոխում է բերելու տարածաշրջան։ Այն առևտրի, տարանցման եւ էներգետիկ հոսքերի միանգամայն նոր աշխարհ կբացի եւ աննախադեպ կապեր կստեղծի Հայաստանի ու նրա հարևանների միջև։ Դա կարեւոր է ոչ միայն Հայաստանի ժողովրդի բարգավաճման, այլև երկարատև խաղաղության համար։ Փոխկապակցված տնտեսությունների եւ էներգետիկ համակարգերի ստեղծումը հնարավորություն կտա տարածաշրջանում հաստատված խաղաղությունը դարձնել կայուն եւ տևական։ Վավերացման գործընթացին զուգահեռ Միացյալ Նահանգները հաստատել է, որ TRIP առևտրային հիմնադրամը կղեկավարի Խորհրդային Միությունում ծնված եւ հետագայում Չիկագո տեղափոխված ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովը։ Նա մասնավոր կապիտալի ներդրումների ոլորտում աշխատում է ավելի քան 20 տարի, ներգրավված լինելով միջազգային
հեռահաղորդակցային, էներգետիկ եւ ենթակառուցվածքային նախագծերում։ Նա Չիկագոյում գործող IJS Investments եւ Ցյուրիխում գրանցված Gotthard Investment AG ներդրումային ընկերությունների հիմնադիրն է։ Սոկոլովը նաեւ պաշտոններ է զբաղեցնում Եվրոպան եւ Աֆրիկան կապող էներգետիկ եւ օպտիկամանրաթելային նախագծերում։ Ներդրողը գործարար շահեր ունի նաեւ Հայաստանում։ Նա Viva Armenia հեռահաղորդակցային ընկերության խոշոր բաժնետերերից է։ Մամուլում նրա անունը կապվել է նաեւ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի հնարավոր ձեռքբերման հետ։ The Guardian-ի տվյալներով Սոկոլովը նախկինում պետական պաշտոն չի զբաղեցրել, սակայն Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ շրջանում ավելի քան $12 միլիոն է նվիրաբերել հանրապետական քաղաքական կառույցներին։ Նա նաեւ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի կառուցման ծրագրի 36 նվիրատուներից մեկն է։ Նրա նվիրատվության չափը չի հրապարակվել։ Կարևոր է տարբերակել Թրիպ առևտրային հիմնադրամն ու Թրիպ զարգացման ընկերությունը։ Սոկոլովը նշանակվել է հիմնադրամի ղեկավար, մինչդեռ Հայաստանի տարածքում ճանապարհների եւ մյուս ենթակառուցվածքների կառուցումն ու շահագործումը նախատեսվում է իրականացնել առանձին Թրիպ զարգացման ընկերության միջոցով։ Համաձայնագրի կնքմամբ արձանագրվում է, որ Հայաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները նպատակ ունեն հարավային Կովկասում ուրեմն տրանսպորտային փոխադրումների զարգացման, ապաշրի տրանսպորտային երթակառուցվածքների զարգացման, տարածաշրջանային եւ գլոբալ առևտրի զարգացման ճանապարհով նպաստել, ամրապնդել հարավային Կովկասում խաղաղությունը հաստատված, կայունությունը եւ ժողովուրդների զարգացումը, պետությունների զարգացումը, սա էլ բազմիցս արձանագրված է շրջանակային համաձայնագրում։ Նաև ուզում եմ նշել, որ ողջ գործընթացը եւ ընկերությունը եւ հետագա գործունեությունը եւ այս համաձայնագիրը ամբողջությամբ համահունչ է եւ իրականացվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ, այս մասին էլ բազմաթիվ ամրագրումներ եւ արձանագրումներ կան փաստաթղթում։ Թրիպ զարգացման ընկերությունը հողօգտագործման եւ կառուցապատման իրավունք կստանա նախնական 49 տարով։ Ընկերության բաժնետոմսերի 74%-ը կպատկանի Միացյալ Նահանգներին, 26%-ը Հայաստանին։ Ժամկետը եւս 50 տարով երկարաձգելու դեպքում Հայաստանի բաժնետոմսը կհասնի 49%-ի։ Նախագիծը ներառում է երկաթուղիներ, ավտոճանապարհներ, կամուրջներ եւ թունելներ, նաեւ էլեկտրահաղորդման գծեր, նավթի եւ գազի խողովակաշարեր եւ օպտիկամանրաթելային ցանցեր։ Նախատեսվում է նաեւ թվայնացված մաքսային համակարգ, նախնական ձևակերպումներ, բեռների էլեկտրոնային հետևում եւ ռիսկերի վրա հիմնված ստուգումներ։ Պաշտոնական Երևանը նախագիծը դիտարկում է որպես Հայաստանի տարանցիկ նշանակությունը մեծացնելու, օտարերկրյա ներդրումներ ներգրավելու, նոր աշխատատեղեր ստեղծելու եւ հայկական արտադրանքի համար նոր շուկաներ բացելու հնարավորություն։ Միացյալ Նահանգների համար այն այլընտրանքային առևտրային ուղի է դեպի Եվրոպա եւ Ասիա եւ կարևորագույն հումքի մատակարարման շղթաները ընդլայնելու միջոց։ Մասնավոր օպերատորները կարող են հավաքել փաստաթղթերը, տեղեկություններ տրամադրել եւ կազմակերպել վճարումները, սակայն վերջնական մաքսային, միգրացիոն եւ անվտանգային որոշումները կայացնելու են բացառապես Հայաստանի պետական մարմինները։ Հայ պաշտոնյաները ֆիզիկական ներկայություն են ունենալու սահմանային եւ մաքսային բոլոր կառույցներում։ Թրիփի լիարժեք իրականացումը սակայն կախված է ոչ միայն ֆինանսավորումից եւ ենթակառուցվածքների կառուցումից։ Հիմնական նախապայմաններն են հայ-ադրբեջանական խաղաղության ինստիտուցիոնալացումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանային կայունությունը եւ Միացյալ Նահանգների երկարաժամկետ ներգրավվածությունը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում։ Այցի ընթացքում Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հունան նահանգի փոխնախագահապետ, հանրային անվտանգության վարչության պետ Վան Միուի հետ։ Կողմերը կարևորել են նմանատիպ հանդիպումները, ընդգծելով իրավական ոլորտում գործակցության ընդլայնման տեսանկյունից դրանց արդյունավետությունը։ Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Հրայր Թովմասյանը գանգատ է ներկայացրել մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի։ Նրա պաշտպան Արամ Օրբելյանի խոսքով դիմումը ներկայացվել է մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո սահմանված ժամկետում։ Թովմասյանը նախկինում մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, սակայն շարունակում է պնդել, որ իր նկատմամբ իրականացվել է քաղաքական դրդապատճառներով հետապնդում։ Անցնող շաբաթվա քրեական քրոնիկոնը։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 1 տարեկան երեխա բազմակի վնասվածքներով եւ սրտի կանգով, հաղորդում են բուժհաստատությունից։ Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմի եւ համապատասխան մասնագետների կողմից անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները, ցավոք վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել եւ արձանագրվել է կենսաբանական մահ։ Երևանի կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում 2025 թվականին հայցադիմում էր ներկայացրել հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի համայնքին պատճառված 76 միլիոն 822 հազար դրամ վնասի հատուցման պահանջով։ Հայցադիմումն ընդունվել էր վարույթ, միաժամանակ դատարանը բավարարել էր դատախազի միջնորդությունն ու հայցագնի 76 միլիոն 822 հազար դրամի չափով արգելանքը կիրառել էր Գագիկ Բեգլարյանին պատկանող գույքի նկատմամբ։ Հայցի հիմքում դրվել էին քրեական վարույթներից մեկով հաստատված փաստական հանգամանքները։ Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հուլիսի 7-ի վճռով կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության հայցը բավարարվել է ամբողջությամբ։ Վճիրն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Գագիկ Բեգլարյանի ցոքուտ Երևանի կբռնականցվի 76 միլիոն 822 հազար դրամ որպես համայնքին պատճառված վնասի հատուցում։ Դատախազը մարտի 1-ի գործով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը վերադարձրել է հակակոռուպցիոն կոմիտեի մեղադրական եզրակացությամբ նախաքննությունն ավարտելու նպատակով։ Հայկ Հարությունյանին մեղադրանքի առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելուն, օժանդակելու եւ պաշտոնեական անփութության համար։ Քանի որ նա մահացել է 2019 թվականին, քրեական հետապնդման որոշումը հանձնվել է նրա կնոջը, որն առարկել է վարույթը մահվան հիմքով դադարեցնելուն։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է տվյալներ են ստացվել, որ Միասնության Թևեր կուսակցության անունից հանդես եկող անձը ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրում հաշվառված զինծառայող ընտրողին տվել է ընտրակաշառք։ Միասնիկյան պողոտայում ավտոբուսի եւ մեկ այլ մեքենայի հետ վթարի հեղինակ 19-ամյա Վարդան Մարկոսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողության, կիրառվել են համացանցից օգտվելու սահմանափակումներ։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ բողոքարկելու են դատարանի որոշումը։ Հիշեցնենք, համացանցում տարածված տեսանյութում լսվում է, թե ինչպես է Վարդան Մարկոսյանը խոսում վարորդներից ինչ-որ մեկին նվաստացնելու մասին Mercedes-Benz CLS մակնիշի մեքենան սկսում է վարել մեծ արագությամբ եւ վտանգավոր մանևրից հետո բախվում 53 երթուղին սպասարկող ավտոբուսին։ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Սասնածռերի փողոցի շենքերից մեկից ընկած 16 տարեկան աղջիկն ինքնասպանություն է գործել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի առաջին մասով, ինքնասպանության հասցնել է։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Հիշեցնենք, ըստ նախնական տեղեկությունների աղջիկն անզգուշաբար ընկել է 6-րդ հարկից։ Կրակոցներ, դաշան ծեծ եւ վրաերթ Երևանի Վաղարշյան փողոցում դեպքը տեղի է ունեցել հուլիսի 12-ին Վարդավառի տոնին։ Ըստ տեսանյութի միջադեպի մասնակիցներից մեկը կրակոցներ է արձակում, ինչից հետո նրան վրաերթ են ենթարկում։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ ավարտվել է փոքր Վեդիի մանկապարտեզի դասյարակի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Ըստ մեղադրանքի 2024 թվականի ապրիլ-մայիսին նա մանկապարտեզում մի քանի անգամ քաշքշել եւ հարվածել է անչափահաս երեխային, պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան տառապանք։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է գլխավոր դատախազության միջնորդությունը եւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականցման վարույթի շրջանակում Արադ ցեմենտ փակbaşնետիրական ընկերությունը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը։ Գործը վերաբերում է Գագիկ Ծառուկյանի եւ նրան փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականցման հայցին, որով ի թիվս այլ պահանջների պահանջվում է նաեւ բռնականցել 75 անշարժ գույք եւ 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևանում։ 42 տրանսպորտային 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են Multigroup կոնցեռնը, Multi Ավտոտրանսը, Onira Club-ը եւ այլ իրավաբանական անձինք։ 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը եւ ծախսը, նաեւ տված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը եւ 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք։
Վայլբերիսը վաճառողներին չի փոխհատուցի ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով վնասված ապրանքների համար։ Հուլիսի 7-ին ընկերությունը թարմացրել է վաճառողների հետ կնքվող պայմանագիրը, որում նշվել է, որ Marketplace-ը այլևս չի փոխհատուցելու այն ապրանքների արժեքը, որոնք կվնասվեն կամ կոչնչացվեն գնդակոծությունների, պայթյունների կամ պահեստների վրա անօդաչու թռչող սարքերի ընկնելու հետևանքով։ Նմանատիպ հարձակումները պաշտոնապես ճանաչվել են որպես ֆորս մաժոր, ինչը լիովին ազատում է ընկերությանը կորուստների համար պատասխանատվությունից։ Ինչպես արդեն հայտնել ենք, Վայլդբերրիս ընկերությունը հայտարարել էր, որ հարձակման են ենթարկվել իր լոգիստիկ համալիրները Կոտովսկում և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Ռուսաստանի արևմտյան հատվածում գտնվող լոգիստիկ կենտրոնում 7 մարդ է զոհվել, ևս 24-ը վիրավորվել։ Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում գտնվող տարբեր թիրախների, հայտարարելով, որ դրանք պատասխանն են Մոսկվայի կողմից Ուկրաինայի տարածքի դեմ ավելի քան 4 տարի շարունակվող հրթիռակոծությունների ու հարձակումների։ Զելենսկին հայտնել է, որ լոգիստիկ կենտրոնը օգտագործվում է Ռուսաստանի կողմից անօդաչու սարքերի արտադրության համար նախատեսված պատժամիջոցների ենթարկված բաղադրիչներ և նավիգացիոն սարքավորումներ մատակարարելու նպատակով։ Թուրքիայի Մալաթիա նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, երկրաշարժի օջախը գտնվել է 16 կիլոմետր խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկատվություն չկա։ Երկրաշարժը զգացվել է նաև Իրանում, երկրի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի Բանդար Եղեմիր քաղաքի մոտակայքում ստորգետնյա ուժգնությունը կազմել է 3.5 մագնիտուդ։ Միջազգային և տարածաշրջանային մյուս նորությունները տեսաշարով դիտեք։ Իսպանիայի Արագոն ինքնավար շրջանում մոլեգնող անտառային հրդեհի տարածքը գերազանցել է 12,000 հեկտարը։ Վերջին տվյալներով զոհվել է 13 մարդ, որոնց մեծ մասը օտարերկրացիներ են։ Հրշեջներն ու փրկարար ծառայությունները շարունակում են պայքարել կրակի տարածման դեմ, իսկ իշխանությունները տարհանում են վտանգավոր գոտիների բնակիչներին։ Չինաստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած սողանքի հետևանքով մի քանի բնակելի շենք է ավերվել։ Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Տուժածների և հնարավոր զոհերի մասին տվյալները ճշտվում են։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները, ընդլայնելով թիրախների շրջանակը և առաջին անգամ լայնորեն հարվածելով ռազմավարական ենթակառուցվածքներին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության տվյալներով հարվածներ են հասցվել Իրանի կամուրջներին, ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներին և օդանավակայանին։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ երկրի հարավում վնասվել է առնվազն 5 կամուրջ, զոհվել է առնվազն 7 մարդ։ Իրանը հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցրել Քուվեյթում, Բահրեյնում և Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Քուվեյթի իշխանությունները հայտնել են, որ վնասվել է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության և ծովի ջրի աղազերծման կայաններից մեկը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել և դադարել են մի շարք էներգաբլոկների աշխատանքները։ Լարվածությունը պահպանվում է նաև Հորմուզի նեղուցում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինվորականները հայտարարել են, որ ծովային շրջափակման շրջանում ստուգել են իրանական նավթատար տանկեր, իսկ տարածաշրջանում գրանցվել են նաև նավերի վրա հարձակումներ։ Reuters-ի գնահատմամբ կողմերը շարունակում են աստիճանաբար բարձրացնել հակամարտության մակարդակը, մեծացնելով ամբողջ տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի վտանգը։ Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական 1 պաշտոնյայի և 5 ընկերությունների նկատմամբ, նրանց մեղադրելով անօդաչու թռչող սարքերի արտադրությանը մասնակցելու համար։ Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է ABS Electro ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Իրինա Խարիսովան, որի ակտիվները ԵՄ-ում կսառեցվեն, իսկ նրան կարգելվի մուտք գործել Եվրամիության երկրներ։ ԵՄ խորհրդի հայտարարության համաձայն պատժամիջոցների տակ հայտնված 5 ընկերությունները մտնում են ABS Electro խմբի կազմի մեջ և զբաղվում են անօդաչու թռչող սարքերի համար անհրաժեշտ էլեկտրոնային և ռադիոէլեկտրոնային բաղադրիչների մշակմամբ ու արտադրությամբ։ Բրյուսելը միաժամանակ շարունակում է քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը, որը կարող է ներառել սահմանափակումներ ռուսական բանկերի, կրիպտոցանցերի, նավթի առևտրով զբաղվող ընկերությունների, նավթավերամշակող ձեռնարկությունների և անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտի նկատմամբ։ Մոտ ապագայում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև մի շարք ուղղություններով կվերսկսվեն ուղիղավիաչվերթները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով խոսքը վերաբերում է այն երթուղիներին, որոնցով չվերթները դադարեցվել էին 2024 թվականի դեկտեմբերին ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի հետ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո։
763 նոր դեպք 1 տարվա ընթացքում։ Սա միայն Շագանակագեղձի քաղցկեղի պաշտոնական վիճակագրությունն է Հայաստանում։ Մասնագետները ասում են, իրական մարտահրավերը ոչ միայն հիվանդության տարածվածությունն է, այլև դրա ուշ հայտնաբերումը։ Ինչպես փոխել իրավիճակը քննարկել են Երևանում անցկացված ուրոլոգների միջազգային կոնֆերանսի մասնակիցները։ Ամեն տարի Հայաստանում հարյուրավոր տղամարդիկ առաջին անգամ լսում են Շագանակագեղձի քաղցկեղ ախտորոշումը։ Միայն 2022 թվականին գրանցվել է 763 նոր դեպք, իսկ միզապարկի քաղցկեղի ավելի քան 300։ Մասնագետները նշում են, այս հիվանդությունների զգալի մասը հնարավոր է հայտնաբերել վաղ փուլում, երբ բուժումն առավել արդյունավետ է։ Սակայն Հայաստանում շարունակում են խնդիր մնալ կանխարգելիչ զննումների ցածր մակարդակն ու հիվանդությունների ուշ դիմելիությունը։ Հետևաբար նաև հիվանդությունների բարդացումն ու դրանց վիրահատական միջամտությունները։ Հենց այս խնդիրների լուծման ուղիներն էին քննարկում Երևանում Էրեբունի բժշկական կենտրոնի կողմից անցկացված էնդոուրոլոգիական կոնգրեսի մասնակիցները։ Այս տարվանից մի քանի կենտրոններում ներենք դրել ռոբոտային վիրաբուժությունը, դա հասանելի է եղել շատ երկրներում, ինչ-ինչ պատճառներով հասանելի չի եղել ոչ թե միայն Հայաստանում, այլ պոստսովետական երկրներից շատերում։ Հիմա մենք արդեն դա ունենք եւ տեխնիկապես կարող եմ ասել, որ ոչ մի երկրի չենք զիջում։ Մասնագիտական առումներով նույնպես չենք զիջում, իհարկե միշտ տեղ կա լավացնելու, ուզեմ դա եւս մեկ անգամ նշել, մենք բոլորս այդ ճանապարհին ենք, այս կոնգրեսներն ու միջոցառումներն կազմակերպված են նրա համար, որպեսզի մենք կարողանանք այդ մեր գծած ճանապարհով գնալ, որպեսզի ինքնակատարելագործվենք։ Գիտաժողովը մեկ հարթակում էր համախմբել Հայաստանի եւ արտերկրի, մասնավորապես Եվրոպայի, Ասիայի, Միացյալ Նահանգների եւ տարածաշրջանի այլ երկրների առաջատար ուրոլոգներին, վիրաբույժներին եւ գիտնականներին ներկայացնելու ոլորտի վերջին ձեռքբերումներն ու բուժման ժամանակակից մոտեցումները։ Մենք հիմա ունենք Հայաստանի Հանրապետությունում այնպիսի գործիքներ, դա վստահաբար ասում եմ, որ ունենք այդպիսի գործիքներ, որոնք աշխարհում ունեն երկու երկիր։ Այո, օրինակ ճկուն ուրետերոսկոպերի, այսինքն գործիքներ են, որոնք մենք կարողանում ենք միզային համակարգով նայել, երիկամի քարերը բուժել, կան նոր գործիքներ, որի միջոցով մենք կարողանում ենք եւ ջերմությունը չափել, եւ ճնշումը չափել երիկամի մեջ, եւ այդ գործիքը արդեն Հայաստանում հասանելի է, եւ մենք արդեն իսկ սկսել ենք մեր նախակլինիկական հետազոտությունները, բազմաթիվ հոդվածներ, բազմաթիվ պուբլիկացիաներ շուտով կունենանք։ Երկօրյա գիտական ծրագրի ընթացքում ցուցադրվեցին նաև կենդանի եւ նախապես տեսագրված վիրահատություններ։ Մասնակիցներն ուղիղ կապով հնարավորություն ունեցան ծանոթանալու միջազգային լավագույն փորձին, քննարկելու բարդ կլինիկական դեպքերն ու ամրապնդելու մասնագիտական գործակցությունը։ Մեր նկարահանման պահին օրինակ ուղիղ հեռարձակվում էր Շագանակագեղձի լազերային էնուկլեացիայի վիրահատությունը, որն իրականացնում էր ֆրանսիացի վիրաբույժ Մայքլ Բաբուջյանը։ Life because the microbiology department will kill me. Կոնֆերանսի առանցքում էին Շագանակագեղձի, երիկամների եւ միզուղիների հիվանդությունների վաղ ախտորոշումը, նվազինվազիվ վիրաբուժությունը, լապարասկոպիկ եւ ռոբոտային տեխնոլոգիաները, նաեւ արհեստական բանականության կիրառման հնարավորությունները բժշկության մեջ։ Մասնագետների համոզմամբ նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ավելի ճշգրիտ ախտորոշելու հիվանդությունները, կրճատելու վիրահատական ռիսկերն ու արագացնելու հիվանդների վերականգնումը։ Վերջին տարիներին մենք ունեցել ենք ուրոլոգիական շատ մեծ տեխնոլոգիական առաջընթաց, որին էլ միտված է այս կոնգրեսը։ Սա Հայաստանի առաջին այցը չէ, ես իսկապես տպավորված եմ էնդոուրոլոգիայի զարգացման աստիճանով։ Այստեղ տարեց եւ երիտասարդ մասնագետների գործակցությունը արդյունավետ է եւ շատ լավ արդյունք է տալիս։ Մենք հասկանում ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն ամենևին էլ մատչելի չէ, բայց չենք կարող չնկատել մասնագիտական բարձր պատրաստվածությունը։ Բժիշկների խոսքով Հայաստանում դեռևս առկա են նաև մարզերում մասնագիտացված ծառայությունների անհավասար հասանելիության, ժամանակակից սարքավորումներով ապահովվածության եւ բնակչության իրազեկվածության հետ կապված խնդիրներ։ Շատ դեպքերում հիվանդները դիմում են բժշկի արդեն ուշ փուլերում, երբ բուժումն ավելի բարդ ու ծախսատար է լինում։ Կոնֆերանսի մասնակիցներն անդրադարձան նաև առողջապահության ոլորտում իրականացվող պետական ծրագրերին, որոնք միտված են քաղցկեղի վաղ հայտնաբերման համակարգի զարգացմանը, բուժհաստատությունների տեխնիկական վերազինմանը, բարձր տեխնոլոգիական բժշկական ծառայությունների հասանելիության ընդլայնմանը եւ
մասնագետների շարունակական վերապատրաստմանը։ Նրանք ընդգծեցին, որ կանխարգելիչ զննումների մշակույթի ձևավորումը եւ միջազգային փորձի ներդրումը կարող են էապես բարելավել հիվանդությունների վաղ ախտորոշման ցուցանիշները։ Նախորդ տարի Հայաստանում իմ գործընկեր Արման Ծատուրյանի հետ կատարել եմ շագանակագեղձի լազերային էնուկլեացիայի հաջող վիրահատություն։ Սա եւս մեկ անգամ փաստում է, որ տեխնոլոգիական զարգացումների եւ աշխարհի էնդոուրոլոգիական քարտեզի վրա Հայաստանն ունի իր տեղը բոլոր հնարավորություններով։ Դուք ունեք մարդկային ռեսուրսներ, տեխնոլոգիական ձեռքբերումներ, լավ հիվանդանոցներ, որոնք անհրաժեշտ են եւ կարեւոր, եթե ոչ աշխարհի, ապա տարածաշրջանի էնդոուրոլոգիական կենտրոն լինելու համար։ Մասնագետների համոզմամբ նման գիտաժողովները միայն գիտական քննարկումներ չեն, դրանք հնարավորություն են համատեղ մշակելու այն լուծումները, որոնք հետագայում կարող են վերածվել ավելի արդյունավետ բուժման, ավելի հասանելի բժշկական ծառայությունների եւ հազարավոր մարդկանց կյանքեր փրկող գործնական քայլերի։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Տասնամյակներ շարունակ Թումանյանի բնակիչների համար ջուրը հասել է հին ու մաշված խողովակներով, բազմաթիվ դժվարություններով։ Այսօր սակայն քաղաքում իրականացվող ծրագրերը փոխում են իրավիճակը, ապահովելով ավելի անվտանգ, արդյունավետ եւ շուրջօրյա ջրամատակարարում։ Դեբեթգետի ափին Լորվա անտառապատ լեռների մեջ թաքնված Թումանյանը պատմություն ունեցող քաղաք է։ Այստեղ յուրաքանչյուր քար, շենք եւ նույնիսկ ջրակից իրենց առանձին պատմությունն ունեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Աղյուսի գործարանում աշխատող գերմանացի մասնագետների կողմից կառուցված քաղաքը այսօր շատ է փոխվել։ Այդ ժամանակաշրջանից պահպանված ջրամատակարարման համակարգի առանձին հատվածներ եւս տասնամյակների պատմություն ունեն, որի արդիականացումը Վեոլիա ջուրը շարունակում է իրականացնել փուլ առ փուլ։ Թումանյանի խմելու ջուրը հիմնականում մատակարարվում է Ագարակ Ալավերդի ջրատարից, մոտ 20 կիլոմետր երկարությամբ խողովակաշարով ջուրը հասնում է երկու կարգավորիչ ջրամբարներ, իսկ այստեղից էլ բաշխիչ ցանցով բնակիչներին։ Տարիների ընթացքում համակարգը մաշվել էր, հնացել, ջրագծերը վթարվում էին, ջրի կորուստներն ավելանում։ Ստանձնելով Թումանյանի սպասարկումը Վեոլիա ջուրընկերությունը փուլ առ փուլ վերակառուցել է քաղաքի ջրամատակարարման ցանցը։ Փոխարինվել են մաշված խողովակները, վերանորոգվել են ջրամբարներ, կրճատվել են ջրի կորուստները, ինչի արդյունքում նախկին օրական 10 ժամվա փոխարեն քաղաքն ունի շուրջօրյա ջրամատակարարում։ Այժմ Վեոլիա ջուրընկերությունն այստեղ պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով ներդնելով 48.3 միլիոն դրամ վերակառուցում է նաև օրվա կարգավորիչ ջրամբարը, սնուցող ջրատարը։ Գործող խողովակաշարը ոչ միայն տեխնիկապես մաշված է, այլև անցնում է գերեզմանոցի տարածքով, մասնավոր տնտիրություններով, ինչը չի համապատասխանում գործող նորմերին եւ զգալիորեն դժվարացնում է շահագործումը։ Կառուցվում է 860 մետր երկարությամբ 100 մմ տրամագծով նոր պողպատե ջրատար, որը կշրջանցի նշված տարածքները, ապահովելով ջրամատակարարման առավել անվտանգ եւ հուսալի համակարգ։ Կորուստները շատ էին, թուջը խողովակներ էին, նրանք 4 մետր, 3 մետր միտեղ արդեն ստիկներով էին։ Բնականամ 70 տարի առաջվա, 75 տարի առաջվա կատարած աշխատանքներ էին, չէին դիմանում, որտեղ թոգով էր արած, որտեղ կապարով էր արած, երկրաշարժ այլել դրանից հետո, ամեն ինչ կատարվել, վերջապես հողի սաղ քայլել, այդ ստիկներից անընդհատ հոսք էր առաջանում։ Պատկերացրեք շաբաթ չերելում, որ այնտեղ աշխատանքներ չկատարենք։ Հիմա այդ Թումանյանում այդ աշխատանքները կատարելուց հետո եւ շահագործումը շատ կհեշտանա, եւ ջրակորուստները կվերանան, եւ ջրի որակը կբարձրանա։ Վեոլիան Լոռու մարզում պկած շրջանակներում եւս երկու քաղաքում է աշխատանքներ իրականացնում։ Փոքրինչ ավելի բարդ է աշխատանքը Ալավերդի քաղաքի Սարահարթ թաղամասում, որտեղ ներդրվել է 45.8 միլիոն դրամ։ Այստեղ կվերակառուցվի օրվա կարգավորիչ ջրամբարը սնուցող Օձուն Սարահարթ ջրատարի առավել վթարված հատվածը։ Նախատեսվում է գործող ջրատարին զուգահեռ կառուցել 425 մետր երկարությամբ 275 մմ տրամագծով նոր պողպատե ջրատար։ Աշխատանքներն իրականացվելու են բարդ լեռնային տեղանքում, մեծ թեքությունների եւ դժվար ինժեներաերկրաբանական պայմաններում, ինչը պահանջում է հատուկ տեխնիկական եւ ինժեներական լուծումներ։ Բացի այն, որ կորուստները հսկայական են լինում, պատկերացրեք այդքան միջինը 25 ատմոսֆեր ճնշման տակ ջրագիծը պայթի։ Եվ ջրի կորուստներ ելում, եւ այդ հեղեղեր առաջանում, այդ ջրաբերուկները լցվում էին ներքևի այդ ավտոճանապարհը, այդ քաղաքի հիմնական ավտոճանապարհներից մեկն է, տրանսպորտներ կանգնում, քարաբեկորներ, ծառաբեկորներ, ինչ ասես։ Բացի այդ շահագործում շատ դժվար է, չափազանց։
Պատկերացրեք 300 մետր հոսանք էին քաշում, որ կարենանք այնտեղ երակցման աշխատանքներ կատարենք։ Հիմա այդ հենց ավարտեն այդ ջրագիծը, այնտեղ շատ կհեշտանա։ Ավելի քան 76 միլիոն դրամ էլ ընկերությունը կծախսի Ստեփանավան քաղաքի Գորկի եւ Թումանյան փողոցների ջրամատակարարման համակարգը նորացնելու համար։ Տարիների ընթացքում մաշված ջրագծերը դարձել են բաց եւ գաղտնի վթարների պատճառ։ Դրանց մի մասն անցնում է մասնավոր տնտիրություններով, ինչը բարդացնում է վթարավերացման աշխատանքները, իսկ համակարգում արկա ապօրինի միացումներն ու հոսակորուստները հատկապես ամռան ամիսներին հանգեցնում են ճնշման զգալի անկման։ Այս երկու փողոցների 180 բաժանորդների համար կվերակառուցվի 2 կիլոմետր ջրագիծ։ Ստեփանավան քաղաքի երկու փողոցների ջրագծերի վերակառուցումից հետո մենք կունենանք նորոգված փողոցային ջրագծեր, ջրաչափական հորեր, կարգավորվի քաղաքի ջրամատակարարման համակարգը, կբալանսավորվի համապատասխան ճնշումներով, համապատասխան բաշխվածությամբ, արդյունքում կունենանք նոր համակարգ եւ մոտ 3 լիտր վարկյանում ջրի խնայողություն։ Տասնամյակներ առաջ կառուցված ջրամատակարարման համակարգի մաշվածությունը շարունակում է մնալ Վիոլիա ջրընկերության առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկը։ Հաճախակի վթարները, ջրակորուստներն ու շահագործման դժվարությունները պահանջում են ոչ թե ժամանակավոր լուծումներ, այլ համակարգային վերակառուցում։ Այդ նպատակով ընկերությունը շարունակում է ներդրումներ կատարել ամենախնդրահարույց հատվածներում, քայլ առ քայլ վերակառուցելով համակարգը, որպեսզի նվազեցնի ջրակորուստները, վթարների թիվը եւ բարելավի իր սպասարկման բնակավայրերի ջրամատակարարումը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այս ժամի համար այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, կհանդիպենք։